Բարև, հարաճ կետրոն, հուսամ լավ եք բոլորդ, բարև բոլոր ներկաներ, շնորհակալություն երդասարտներ այս հրավերին համար եւ հաջողություն ցեզի այս գեղեցիկ ծրագիրին մեջ քրագան հաջողություններ բոլորիդ։ Այսօրվա իմ ելույթս պիտի փապակին որ ունենա հետեւյալ վերնակիրը Փոլադյան 20-րդ տարու տարասկիզբի Ֆրանսիայի քրագանության մեջ հարուցված հարցեր, այժմիականություն եւ գարկմը համեմատություններ։ 20-րդ տարու Ֆրանսիայի քրողներու հետ Եղեռնյան այս առաջին սերունդին պատկանող Կարապետ Փոլադյան շատ կարևոր դեր մը գրավի հարգավ քրագանության մեջ եւ հետեւաբար նաեւ մեր կյանքին մեջ։ Քանի որ Ֆրանսա հաստատված Եղեռնի արհավիրքը ապրած եւ մազաբուրց հասած Ֆրանսա ու հաստատված այդ սերունդը սկսավ մեծ բայկար մտանել կյանքի ապրելու ինքնության փնդրդուքը սկսավ ունենալ կասկածներ հարուցանեց եւ ինքզին հարցադրեց ու այս բոլորին հոսափողը դարձավ իր ժամանակի հայ մտավորականությունը իմաստնավորի հայ քրողները որոնց կարգին Կարապետ Փոլադյան հետևաբար գնանգսել որ Փոլադյանը ինք եւ իր սերունդը գբատկանին վերաբրողներու գոդորակված ներգայի փշուրները հավաքող եւ զան քրագանացնող սերունդին ոգեգան դաղանտը նախքան քրագան դաղանտը շեշտելը մասնավորապես ես նկատի պիտի ունենամ Փոլադյանի երկու վեբերը Արևելքի դղակը 1946-ին լույս տեսած Փարիզ եւ Գարաժարեմ հայութենես դարձյալ Փարիզ լույս տեսած 1949-ին այս կորձերուն մեջ Կարապետ Փոլադյան քաղաքապարախոսման է հարցեր գտնի եւ վեբերու ընթացքին ու ավարտին այդ հարցերուն պատասխանը կարաճարգի այս վեբերը հեզասացեով կդարտացվին ֆիլմերու վես Բլդյան բարոկ օպերաներու գնմանցնե արևելքի դղակի արգածային բարակաները գա տնջուկմը գա մերժումի անգարելիությունը եւ անգարելիության դակնաբն ու դարաբանկը եւ ի վերջո այդ տնջուկին իբրև լուծում մերժողին ճագերդյալ ըստիբողական վերադարձը իր ինքնության ծոցը քաղաքապարախոսության մեծ դեղ կհատկացվի գլխավորապես երկխոսություններու ցևինդակ որ հաջող մեզի այսօրվան ներուս շատ հարազատ իրավիճակներ կհայտնաբերվին նաև քաղաքապարներ եւ օրինակ մտալու համար գհրաժարիմ հայութենես վեբին մեջ երդասարտները կհավաքվին ժողովը կգումարեն բանը ընելու լուծումը գտնելու իրենց անգյալ վիճակեն դուրս գալու համար Միտքերու փոխանակում դեղի ունենան վիճապանին սովորական ցևով եւ վերջիվերջո այդ հավաքույթը այդ ժողովը կվերանցվի գրիվի գսվի հետեւյալը մենք նույն լեզուն չենք խոսիր օդարացած ենք մեկը մյուսը չհասկանար նույն աստվածներու չենք երկրպագեր այլևս չերչիներ ամոթ զզվելի ժողովուրդ բորնիկ ժողովուրդ դարձած ենք ուզեմ սևերումս կետրոնացնել գարկմը գեդերու վրա որոնք վեբերուն հիմնահարցը գազմեն ըստիս առաջինը գլխավորն է գեդերեն արևելցի հայուն արևմուտք հայտնվելու դվայդանքն է մշակույթներու փախումը գազմալուծե միտքերը արևելքը գահիտնվի իբրև երազային իբրև գերբարանափոխված արասբելական դարձած այսպես քեղեցկացած նկարակիրը գունենա արևելքի դղակը վեբին մեջ կսվի արևելք փիրտ ու խիստ տերևս բայց մաքուր եսանոր զավակնեմ իդեալականացած արևելքը գնկարակրվի այս վեբերուն մեջ հարգավ որովհետև հայրենիքը արևելքն է եւ արևելքը արևի ծնունդն է իրենց համար մինչդեռ արևմուտքը գայրեր իր ահավոր մեղքերուն գրակով գտեսնվին զուխեր արևմուտքին եւ փոշին մանավանդ մեջբերումը դարձյալ եւ արևելքին մեջ մենք գիտենք ինչու գմերնինք բայց արևմուտքին մեջ որու համար ինչու չենք գիտեր ուրեմն այս փախումը արևելքի եւ արևմուտքի մեջ
իրենց հոգեվիճակին հարգավ բախումն է եւ անշուշտ մշակույթներու երկու դարբեր մշակույթներու բախումին հետևանքն է ասիկա։ Երկրորդ կետը ով է հայը եւ ուր է հայը։ Այս նոր երկրին մեջ, այս նոր աշխարհի մեջ վդարված է հայը, դուրս տրված է իր հայրենիքեն եւ այս թվականներուն այս նոր երկրին մեջ վդարանտ վիճակի մեջ է հարաճած երկիրը, զարգացած երկիրը, որ ինք հայտնված է եւ այստեղ ինչպես պիտի վարվի ինք իր անցյալին հետ, ինչպես պիտի վարվի իր վերքին հետ, որ խարանված է իր ճակատին եւ դակավին թեր չէ ստիացած։ Ինչն է այդ վերքը։ Դեսնե թե անդեսե։ Այդ վերքին մեջ ընկղմած մնա, թե դուրս փախչի ատկե, թե բրդի, թե փորձե դուրս գալ այդ բոլորեն, ան վրեժ խնդիր ըլլալ որոշ, թե թաղե իր անցյալը, ձգե անլուծելի։ Այս վեբերուն մեջ կարծես ընդրությունը կբարդացրվի եւ հերոսները կդադամսին իրենց ընդրության մեջ եւ այս դադամսումին արդահայտությունն է այս վեբը Պոլադյանի վեբերը արդյոք հիշողության քերին ըլլա եւ վրեժխնդրությամբ ապրի թե մորնա եւ ապրի ուրիշներուն պես սովորական այս հարցումները կան բայց եւ այնպես կհրաժարիմ հայութենի վեբի մեջ փապկենը գլխավոր հերոսը սնդուկ մը կբդցնե իր հետ ամենտեղ ուր որ երթա ինչ ալ ընե ինչ անուն որ գրե որովհետեւ իրեն դված է ուրիշ անուն որտեղ գրած է ուրիշ ինքնություն որքան ալ հրաժարած է իրենիներեն իր սնդուկը միշտ իր հետ նեված սնդուկը իր անցյալն է երրորդ կետը գանացի գերբարներն են վիբային թիմանգարի քիծերուն ամենեն կարևոր եւ ընդգծված բաժիններեն մեկն է այս կետը Պոլադյան այս գերբարներուն դված է մոդեցած է անոնց բարգեշտությամբ եւ պետք է ասել անգելձությամբ դառնալով արդահայտիչը իր ժամանակի դղամարդոց գիներու հանդեպ ունեցած կեցվածքին ցեվով մը իր վեբերուն մեջ նկարիչը դարձած է այդ կեցվածքին գիները իր մոտ կամ մայրեն քույր եւ կամ բորնիկ երկուքին միջև չկա մայրը ինքնության գաբող թելն է իսկ բորնիկը կհայտնվի հրաժարումի բարակային միայն անցյալը մորնալ ընդրած մարդոց կամ այդ վիճակին մաս կգազմի սերային ազատությունը արևելքի դղակի վեբին հիմնական գլխավոր գերբարը Երվանտը չի գրնար սերբազատիլ սերային բարդույթեն միս սուրենը որուն համար լալութարը արդեն անցավ իր վրային ուզե թոթափել անցյալի ծանրությունը եւ սերային կյանքի մեջ ազատություն կվայել է խնդիր չունի բայց անշուշտ օտար բորդիկներու հետ քանի որ Պոլադյանի համար Պոլադյանիկով հայ աղջիկը այդ սուրբ եւ մաքուր հայուհին սերային էակ չէ կաղաչը սերային խնդիր կա սերը աղդոդե սերը անգողին աղդոդե անասնական է սերը այսպես է որ բորնիկ մարին անստասման գտարնա երբ կհայտնաբերե որ իսկության մեջ ինքայուհի մնե աստղիկ անունով ուրեն անստասման գլա որբեսի ապրի աստղիկը պետք է մեռնի բորնիկ մարին որբեսի ապրի մաքուր հայուհին պետք է մեռնի օդարուհի բորնիկը բայց այս բոլորինքով կա նաև Սիրարփի գերբարը ան Սիրարփին հայ մոր եւ քրոջ խառնուրդ գերբարն է մայր քույր նվիրում Սիրարփի սիրահարված է փապկենին բացե մարմնային սիրո ապրումին արչեվ սերի հետ հաշտ հայ գնոջ գերբարն է Սիրարփին ինքն է որ գհրաբուրե փապկենը ինքն է որ քայլերը գարնե տեդի փապկեն ան գիտագից հայ երդասարտուհին է իր ժամանակի համարցակ եւ իր անցին դերը եղող հայգինն է որ գիտե փապկենի նյութական դժվարություններեն կերատասել սերը այս բոլորով ան փապկենին հանդեպ ունի քրոջմը իսկ փապկենի հիվանդ մորը հանդեպ ունի թստեր մոհկադարությունը եւ այս գինը Սիրարփին զոր փապկեն գահամեմադե մորը հետ եւ գսե
Չագերդյալ նույն խմորեն են անոնք, նույն արյուն են, համակ զգացում, համակ նվիրում, անխրտախ ազնիվ էյակմը, այս ազնիվ էյակը, սիրարպին, գոբդորեն գմերժվի, պապկենին գողմե, երբ հիվանդ մայրը գմահանա, այսինքն ան, որ պապկենը գգաբե իր ինքնության, իր հայության, իր անցյալին և իր վերքերուն հետ։ Իր հայության հետ վերջին գաբին մորը մահովը, պապկենը գամովին, նույնիսկ ինքն իր թեմ բայկարելով, գերանա սիրարպիեն։ Իր մորը գրկնորինագեն սիրարպիեն։ Եվ այստեղ հայութենե հրաժարումի բահը գսկսի։ Եվ զոհերեն մեկը գտարնա այս ուժեղ հայուհին, որն է սիրարպին։ Ան իր գանացի և սերային համարձակությամբ ինձի կհիշեցնե Սասնաձրեր ու գանացի գերբարները։ Պապկեն հրաժարելով հանդերձ իր անցյալեն, անցյալի հիշողությունները գրող իր սնդուկը միշտ իր հետը կբահե։ Ինչպես կարելի է, որ անցյալեն հրաժարող մարդը իր հետը բդցնե նաև իր անցյալը։ Ուրեմն այստեղ քիչմը հակասություն կգործենք տեսնել։ Իրականության մեջ այս մարդունը փախուստ է ողբերգութենեն եւ խեղճի ու զոհի իրավիճակեն։ Ինքս է գհրաժարիմ հայութենե բեբին մեջ, այսպես, սկսած էր ամրանալ մեջս այն համոզում, թե իմ բոլոր դժբախտություններս պատճառը իմ հայությունս էր։ Բայց ճակատագիրը թող չի դար, որ ինք բոլորովին խզե իր գաբը անցյալին հետ, որովհետև պապկեն չգիտեր, բայց իր եւ սիրարփեի սերը ծնունդ տված է նոր պապկենիմը, երիտասարդ, գիտագից, հաստատամիտ, քաղաքապարական, համոզված, կորձունյա երիտասարդ պապկենը իր զավակը, որ գորոշե Հայաստան ներքախտել եւ հաստատվել այնտեղ, այսպիսով կտեսնենք, որ երիտասարդ պապկենը հագարակ իր խորը հայրենիքին հետ իր գաբերը գամրաբնթե եւ զանոնք իվատ գաբերը գզորացնե։ Չորրորդ կետը նոր միջավայրին հետ հարմարելու փույթը կտեսնենք մենք Ղարաբետ Պոլադյանի եւ իր սերնդագիցներու, իր քաղաքապարագիցներու մոտ։ 1945-ին 1952 թվականներուն Փարիզի մեջ լույս տեսնող արևմուտք շաբաթաթերթը, որ ասկային եւ քրական շաբաթաթերթ մնե, որուն աշխատագիցներեն մեկն է Ղարաբետ Պոլադյան, գտնենք ինչպես հայկական, այնպես եւ միջազգային մտավորական շարժումներու նվիրված բաժիններ։ Ասկայինեն համամարտկային արժեքներու անցնելու, ասկայինը համամարտկայնացնելու ցկտումը գա այս սերունդին մոտ։ Գարաժարի մայութենե վեբին մեջ ճակատագրական հանդիպումը կնկարագրվի Պապկենի եւ ֆրանսացի բանաստեղծի միջև։ Այս ֆրանսացի բանաստեղծը համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքին Գերմանիոթեմ Ֆրանսայի ինտիմատիր շարժումին մեջ շատ աշխուժ գործունեություն մգվարե։ Ան Պապկենին կգարտա իր գրած մեկ բանաստեղծությունը, վերջին բանաստեղծությունը, որուն վերնակիրն է Ազատություն։ Եվ վեբին մեջ կդրվի այդ բանաստեղծության մի քանի դողի թարգմանությունը, կհասկանանք, որ այդ բանաստեղծը Պոլ Էլյուարն է եւ բանաստեղծությունը Լիբերտե բանաստեղծությունն է հռչակավոր դարածված բանաստեղծությունը Ֆրանսիայի մեջ, որ գրված 1942-ին թիմադրության օրերուն։ Պոլադյանի զրույցներու շարքին մեջ, առաջին հատորին մեջ մենք կտեսնենք Պոլ Էլյուարի հետ հարցազրույցը Պոլ Էլյուարին հետ, եւ այնտեղ նորեն նույն ձևով կներկայացվի այս բանաստեղծությունը եւ Պոլադյան այնտեղ գսե Պոլ Էլյուարին, դուք գիտեք, որ ամենաշատ այս բանաստեղծությունը սիրողները հայերը եղած են, որտեղ անոնք իսկապես գնահատած են այս բանաստեղծությունը եւ իբրև համեմատություն գուտա, ինչպես նաեւ վեբին մեջ կդրվի ասիգա Միքայել Նալբանդյանի Ազատություն բանաստեղծության մի քանի դողերու այո կներկայացվի իբրև համեմատություն ասելու համար, որ հայերն ալ ուրեմն բանաստեղծություններ գրած են եւ այս քաղաքապարը զիրենք շատ հմայած է եւ գնահատված է Պոլ Էլյուարի այս բանաստեղծությունը հայերուն կողմէ։ Վեբը Ազատության պայքարին նվիրված այս բանաստեղծին, ֆրանսացի բանաստեղծին համամարտկային քաղաքապարով գավարդի։ Այս հանցնարու բանաստեղծի գերբարեն գուկա փրկարար միտքը։
մարդկային բաժանումները արհերակցական չեն, այլ հոգեգան, քաղաքապարական։ Մենք վեբի մեջ ունենք նաև հայ բանաստեղծի մկերպարը։ Եվ այս բանաստեղծի հայ բանաստեղծի մասին վեբի հերոսներեն Սուրենը գսե որ վավերական եւ խորուն գրող մնե անալ։ Բայց հայ բանաստեղծը կորձունյա չէ, գրավորական է։ Միայն բարերով դարված է գսվի։ Միշտեր ֆրանսացի բանաստեղծը զենքացերին գերտա բայկարելու իր երկրի ազատագրության համար։ 5-րդ գեդը հայկական միջավայրի զզվանք զոհի հոգեբանութենեն դուրս գալու դգնաչան եւ դարաբալից բայկար մնե որ գդանին վեբերու հերոսները հիվանդենք հիվանդոդե հայությունը առողջ մտածումով մարդիկ չենք գսվի արևելքի դղակը վեբին մեջն է հիվանդենք բոլորս այս բայկարին մեջ զոհի իրավիճակեն դուրս գալու եւ հայկական միջավայրեն զզվանքի այս միտքերու կոնտեքստին մեջ ժամանակագից մեր չանքերուն եւ մտահոգություններուն արձագանք կգտնենք Պոլադյանի վեբերուն մեջ այս հիվանդակին հոգեվիճակը որուն մեջ մենք խրեցանք անգամ եւս Արցախյան 44-օրյա բادرազմեն յետք եւ անգամ եւս ասկովին մենք վիրավորված ենք վեբերուն մեջ հայութենե զզվանքի հուսախապության հուսահատության դրամատրություններու այս խոսույթը այսօրվան մեր դրամատրություններուն բոլորովին գահանպատասխան է դժբախտաբար վիրավորանքի եւ բարդության թաշտեն դուրս մեր խորդակված հոգիները դժվարություն ունին այսօր ստեղծագործելու դարձյալ հիվանդակին հոգեվիճակը գդարաբեցնե հայը հիմա այս հոգեվիճակեն փախչիլ անգամ եւս նշանակել հերանալ օդարին հագիլ օդարանալ այլանալ կամ այլանալ ուզել բայց սնդուկը գա այն սնդուկը որ թակաղի բես իր յետևեն գքաշքշեր փապկեն այն սնդուկին բես ուր գբահվեր իր անցյալը հիշադակները այն սնդուկի մեզ որ կբացվեր առանցնության մեջ եւ գդարաբերան առանցինն գթիմագայերած սնդուկին փոխանցությունը եւ չեր արդոներ որ ուրիշը մոդենա անոր այդ նույն սնդուկը այսօր ալգա մենք ալունենք մենք ալ գշալգենք մեզի հետ ինչ ալնենք ով ալլանք ուրալ երթանք ինչ վիճակի մեջ ալ գտնվենք սնդուկը մեր հետն է եւ այդ սնդուկին մեջ բախտերված են սրբություններ այս տարբերություն մգա այսօրվա սնդուկը գախնի չէ Պապկենի սնդուկին բես մորցվելիք եւ բահվելիք անցյալ մը չէ այսօր բաց է մեր սնդուկը եւ ընդունակ է նորանոր արժեքներով լեցվելու եւ ցուցադրվելու բոլորին եւ չանք կա այդ ցուցադրությունը անելու քանի որ սնդուկի երդասարդ դերերը ցերպազատած են զոհի հոգեբանութեն են Պոլադյան ինքնության հարցի լուծման մեջ լավադես է իր հայութենե հերացած հերոսները եւ դիբարները գվերաթարնան հայության բայց միշտ չէ որ դրական լուծում մը կստանա այս վերաթարցը Պապկենը ցախողած է իր ցանկին մեջ եւ գխելակարի ու հիմարանոց կդարվի Մարին որ իսկության մեջ աստղիկ հայուհիներ անսասման գդարնա որբեսի հայուհին ապրեցնե իր մեջ Պոլադյան իր վիբային լուծումներով այլացածները գդարցնե ասկին ծոցը իր լուծումը վերադարձնե որովհետև անգարելի է այլանալը սնդուկ կա վերջացնելու համար ես կուզեմ նշել դառն իրականությունը որքանալ ծանր էր այս սերունդին բայկարը թե հոգեգան եւ թե ֆիզիկական առումով այսուհանդերձ անոնք կարողացան քրագանություն ստեղծել քրողներ ունենալ արդատրել ընթերցողներու քրագան շրջանակ մգազմել այսօր Ֆրանսիայի քաղուտը ադոր բագասեն գդարաբի արևմտահայերենը քրագան մագարտակով ներկայացնելը նվազագույն ցեվակերպումով մարտահրավեր մնե այսքան շնորհակալություն անգամ եւս այս արիթին համար մեծամեծ հաջողություններ ցեզի
հարաճ կետրոն երդասարտներ, քրագանություն, աբրիկ բոլորդ ցտեսություն։